Իրոք այսօր ամենամեծ տոնն է քրիստոնյայի համար, որովհետև ամենակալ Աստված իր գործը ավարտին հասցրեց այս ժամանակահատվածում։ Այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհը մեկ-մեկին այդ մեծ ավետիսն է տալիս։ Քրիստոս հայրավ իմ եռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոս։ Ռուսերենի մեջ հետևյալ կերպ է հնչում։ Մի քիչ տարբեր է մեր հայերից։ Իրանք ասում են Քրիստոս Վասկրես, պատասխան հետևյալն է, Վայսին է, Վասկրես, իրական հարություն է։ Իրեն անունը փառավորվի։ Եվ այսօր կուզեի խոսքս հետևյալից սկսել։ Եսայի մարգարեության մեջ մենք կարդում ենք հետևյալ տողը 26-րդ գլխի 8 մեջ գրված է հետևյալը, ինչ է ասում Եսային 750 տարի առաջ նախքան Քրիստոսի ծնունդը։ Տեր քո անունին ու քո հիշատակին է ցանկանում մեր օգին։ Այսօր հիշատակած օրը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինչ պիտի հիշենք մենք։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Պողոս առաքյալը խոսում էր հետևյալի մասին ասելով, որտեղ քան անգամ որ այս հաց ուտեք, այս բաժակ խմեք, Տիրոջ մահը պատմեք միջև որ նա կգա։ Այսօր եղբայրս քույրս առաջինը ուզում եմ որպեսզի ես եւ դու հիշենք հետեւյալը, որ մենք մեղավոր ենք։ Կարդում ենք Սուրբ Գրքի մեջ ուշադրություն դարձեք Հռոմեացիս 3-ի 11 համար մեջ գրված է. Արտանը չկա, մեկն էլ չկա։ Նույնը Հռոմեացիս 5-ի 12-ի մեջ գրված է. ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը պակասեցան։ Սաղմոս 2:53-րդ Սաղմոսի 3-րդ համարի մեջ ասում է. բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Եվ առաջի Հովանու առաջի գլուխ 8-9 համարն երբ որ մենք կարդում ենք այնտեղ գրված է, եթե ասենք մեղ չենք գործը, ստախոս ենք անում։ Այսօր քույրս եղբայրս ինչու համար ես համարները կարդացի, որովհետև Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք նայում ենք, գրված է հետևյալը Հռոմեացիս 6:23 մեղքի վարձքը մահ։ Այսօր ես եւ դու դատապարտված ենք մահվան, բայց ամենակալ Աստված այնքան ողորմած եւ բարեկուտ գտնվեցավ մեզ համար, որ եղբայրս քույրս իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Մենք շատ անգամ սա չենք հիշում, շատ անգամ չենք գնահատում։ Սիրելիս, ուշադրություն դարձեք, Աստված չի զոհվել արտարի համար։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք ամենակալ Տիրոջ խոսքը, ինչ է հորդորում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ, երբ որ մենք կարդանք, ինչ է ասում ամենակալ Աստված Պողոսի շուրթերով ինձ եւ քեզ։ Նայեք ում համար է զոհվե ինքը ամենակալ Աստված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սա գիտեք, որ հետին օրերում չար ժամանակներ կգան։ Որտեղ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անկուտ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անպարեսեր, մատնիչն, հանտուկն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան Աստվածասեր։ Այս մարդկանց համար ինքը ամենակալ Աստված իր որդին զոհել է։ Բայց այսօր մենք սա չենք գնահատում։ Ես այս մասին շատ անգամ ասում եմ, հետաքրքիր է, եթե այսօր անձնավորությունը իր ծնողի արածը չի հիշում, ինչ եք մտածում։ Կամ արածը չի գնահատում։ Եղել է պարականներ, որ զավակները ծնողներին մեղադրում են ինչում, ինձ ինչ է սարը։ Ծնողի կարողությունը այդքան է եղել, ծնողը կյանք է տվել։ Եվ եղել է վիճակ, երբ որ աղջիկը մորն ինչ ասե, մեկ դույլ կատ ես տվել, այն էլ հետ կտամ։ Հիմի հարց եմ տալիս, ծնողի համար լավ էր այս պատասխանը կամ այս վիճակը։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, ինչքան մեծ ցավ է ամենակալ Տիրոջ համար, որ Աստված մեզ այնքան սիրեց, որ մենք այդ չափի մեղավոր անձնավորություններ ենք, Աստված մեզ ողորմություն արեց։ Այսօր համար խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք սա հիշել։ Ինքը ամենակալ Աստված իր որդին զոհեց ինչու համար, որ ես եւ դու կյանք ունենանք։ Հովանու ավետարան 10-րդ գլխի մեջ գրված է. ես եկա, որ դուք կյանք ունենաք։ Եղբայրներ, քույրեր, հարցը հետևյալն է, ինչ անենք։
Առաջինը պիտի հիշենք։ Եվ ես ուզում եմ կարդալ Սուրբ Գրքի մեջ հետևյալ տողերը նոր ուխտի զատքի վրա, որովհետև հին ուխտի զատիկ է, որ մենք կարդում ենք Ելիս 12-րդ գլխի մեջ, ու նպատակը մեկն էր, ամենակալ Աստված Իսրայելին զատում էր, Եգիպտոսից դուրս էր հանում մեղքի կերությունից, եւ պատվիրեց, որ Հապիպ ամսի 14-ին այդ տոնը միշտ տոնեն, բայց միևնույն ժամանակահատված հիշեն, թե ինչ տառապանք են ապրել Եգիպտոսի մեջ։ Սիրելիներ, հին ուխտում ինչ էր տեղի ունենում։ Երբ որ անձնավորությունը մեղք էր գործում, գրված է, որ մոտենում էր Քանային եւ Քանան մեկ ձեռքը դնում էր մեղավոր անձնավորության վրա, մյուսը դնում էր զոհի վրա եւ աղոթում էր։ Խորհուրդը հետեւյալն էր, որ մեղքը մեղավորից պիտի անցներ դեպի զոհը եւ ըստ Աստծո խոսքի համաձայն զոհը պիտի մեռնեին։ Մեր զոհը եղավ Քրիստոս։ Բայց այդ զոհի արյունը չուներ իրավասություն մեզ արդարացնելու։ Երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 10-րդ գլուխ 11-րդ համարի մեջ գրված է հետևյալ միտքը. եւ ամեն քահանապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում նույն պատարակներն է մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վեր առնել։ Բայց Աստծո խոսքի մեջ գրված է, բայց սա մեղքի համար մեկ պատարակ մատուցանելով մշտնջարապես նստեց Աստծո աչակոմը։ Այս չափի մեղքերի համար գառան այրունը զորություն չուներ եւ իրավասություն չուներ։ Պետք էր ավելի մեծ զոհ։ Եվ այդ զոհը եղավ ամենակալ Աստծո որդի Տեր Հիսուս Քրիստոսը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք սա չենք հիշում։ Երբ որ մենք կարդում ենք Հովհաննես ավետարանի մեջ, ինչ էր ասում ամենակալ Աստված, Սուրբ Հոգին կուղարկեմ, որն էր բուն նպատակը, որ ցես կհիշեցնի։ Որն է հիշեցնելու, որ մենք մեղավոր ենք, բայց մեր մեղքի համար Աստված իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Եվ միայն զոհությունով չվերջացավ, գիտեք, որն է կարևորությունը հարության։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձրեք, առաջինը, որ ամենակալ Աստված հարության միջոցով կամեցավ մարդկությանը փաստել սա է, որ մահը վերջը չէ։ Մահը սկիզբն է հավիտենության։ Ինքը ամենակալ Աստված իր որդու միջոցով ապացուցեց, որ կա հավիտենական կյանք, կա մեռելներից հարություն։ Երբ որ մենք կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը, Կորինթոս եկեղեցու մեջ նայեք ինչ էր հորդորում Պողոս առաքյալ ասելով հետևյալը. եւ եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է մեր քարոզությունը, ունայն է նաեւ ձեր հավատքը։ Հարությունը ամեն մեկից փաստեց, որ կա հավիտենական կյանք։ Ես շատ անգամ մեջբերում արել եմ Մովսես անձնավորությանը, որ իրեն հավատքի պարսակույն կետը սա էր։ Երբ որ Իսահակը պիտի հաներ զոհասեղանի վրա, ոչ թե լոկ մենակ ինքը հնազանդվեց ամենակալ Տիրոջը, այլ ինքը հավատում էր հետևյալին, թեպետև որից մեկտեղ չէր գրված մեռելներից հարություն։ Եվ Աստծո խոսքն ասում է, հավատքով Աբրահամ Իսահակը պատարակ մատուցեց, երբ որ փորձվեցավ։ Միացինը մատուցանում էր նա, որ խոսմունք ընդունել էր, որ ասվեցավ, թե Իսահակով քեզ զավակ կոչի, մտածելով, թե Աստված կարող է մեռելներից հարուցանել։ Այսօր շատ քչերն են հավատում այդ հարությանը։ Բայց սիրելիս, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք հարության խորհուրդը հասկանանք։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձրեք, որն է հարության բուն նպատակը։ Հռոմեացիս 4-րդ գլուխ 25 համարի մեջ գրված է, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արտարացնելու համար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, կա ներում եւ կա արտարացում։ Այսօր մարդը կարող է քո դեմ բազում անգամ մեղանչել, դու իրան ներես, բայց արտար լրիվ ուրիշ բան է։ Եթե դատարանը մեկին դատապարտում է որպես մեղավոր, ներում է, սա չի նշանակում, որ այդ անձնավորությունը մեղավոր չէ։ Բայց երբ որ հայտարարում են, որ դու արտար ես, արտարացված ես, որևիցե մեկը այլևս իրավունք չունի իրեն քննադատելու կամ մեղադրելու։ Այսօր Աստված իր որդի Քրիստոս հարությամբ մեզ ամեն մեկից արտարացրել է։ Շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք,
Նույն Հռոմեացի 5-րդ գլխի մեջ գրված է հետևյալ տողերը, ինչ ասում ամենակալ Աստված 9-ից 11 համարների մեջ։ Ապա որքան ավելի հիմա, որ արտահայտած ենք նրա արյունովը, կփրկվենք նրա բարկությունից, որովհետև թե որ դեռ թշնամի ենք, Աստծո հետ հաշտվեցանք նրա որդու մահովը, որքան ավելի որ հաշտված ենք, կապրենք նրա կյանքովը։ Եվ ոչ միայն այսքան, այլ Աստծով էլ բարձրանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտությունը ընդունեցինք։ Միայն արտարացումը չէր։ Քրիստոս հարություն առավ, որ ինձ եւ քեզ հաշտեցնի Աստծո հետ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք վերջի մարգարեից հետո այդ անհաշտությունը կար, մեծ անդունդ էր, եւ այդ հաշտությունը տեղ ունեցավ Քրիստոս խաչի եւ հարության միջոցով։ Բայց դա ավելի քիչ է, որ մենք նայում ենք հետեւյալին, ինչ էր Քրիստոսի խաչելությունը եւ հարությունը։ Հռոմեացի 8-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք, նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ, եղբայրս, քույրս, 34 համարի մեջ գրված է հետեւյալ տողերը. ով է որ դատապարտ է, Քրիստոս որ մեռավ եւ հարություն էլ առավ եւ Աստծո աշկոմն է, որ մեզ համար բարեխոսում է։ Այսօր մեր ամեն մեկ սխալի թերության համար, մեր խնդրի համար ունենք բարեխոս, որ ամեն ժամանակահատված ինձ եւ քեզ համար բարեխոսում է։ Երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս թղթերի մեջ, նայեք նույն միտքն է բերում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ համար։ Կարդամ մեր բոլորի շինության համար 7-րդ գլուխ Եբրայեցիս 25 համարի մեջ գրված հետեւյալը. Ուստի բոլորովին կարող ենք փրկել նրանց, որ նրանով մոտենում են ասում, որովհետև միշտ կենտանի է, որ նրանց համար բարեխոսություն է անում։ Միշտ կենտանի եւ բարեխոսություն անում է, եւ նույն միտքը ուշադրություն դարձեք Հովանու ավետարանի մեջ երկրորդ գլուխ ներողություն առաջի Հովանու երկրորդ գլուխ առաջի երկրորդ համարների մեջ գրված է. Իմ որդյակս, սա գրում եմ ցես, որ չմեղանչեք։ Եվ եթե մեկը մեղանչե, բարեխոս ունի հոր մոտ Հիսուս Քրիստոս արտարին։ Եվ նա կավություն է մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մերիներին, բայց բոլոր աշխարհքին էլ։ Ինքը բարեխոս է հոր մոտ։ Այսօր քույրս եղբայրս, Աստված իր որդուն լոկ միայն չուղարկեց երկիր, որպեսզի իրեն հզորությունը, իրեն մեծությունը կամ սերը կամ մեռելներից հարությունը ապացեր, որ կա հավիտենական կյանք, այլ ուղարկեց եղբայրս քույրս։ Առաջինը, որ մեզ արտարացնի, երկրորդը, որ մեզ ամեն մեկիս հաշտեցնի ամենակալ Տիրոջ հետ, եղբայրներ քույրեր, եւ երրորդը, մեզ ամեն մեկիս համար բարեխոս ունենա իրեն կողքին։ Մահը դարձավ հաշտության միջոց։ Բայց սա վերջը չէ, երբ որ կարդում ենք Պետրոսի թղթերին, նայեք Պետրոս ինչ միտք է ասում հարության վրա։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 3-4 համարների մեջ գրված է, այսինքն 3-րդ համարն եմ կարդում։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենտանի հույսը։ Հիսուս Քրիստոսի մեռելների հարությունը առնելով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեզ վերստին ծնեց դեպի կենտանի հույսը։ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարությունը առնելով։ Սիրելիս, այսօր ամենակալ Աստծո հարության բուն հիմքերից մեկը այդ վերստին ծնունդն էր։ Միջև մարդը չմեռնի, ինքը երբեք հարություն չի առնի։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, ուղղակի խնդրանքս հետևյալն է, հիշես։ Նորից եմ ասում, ինչն եմ հիշելու։ Հիշելու եմ, որ ես մեղավոր եմ։ Հիշելու եմ այն մեծ չարչարանքները, որ պիտի կրեի ես ու դու։ Եսայի մարգարություն 53-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, այստեղ մեր չարչարանքների մասին է խոսում Տերը։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Ինչքան ողորմած է։ Բայց մենք շատ անգամ սա չենք գնահատում եւ չենք հիշում։ Նորից եմ ասում։ Այսօր ոչ միայն ավետիս է մեզ ամեն մեկիս, որ Քրիստոս հարություն առավ եւ նստեց հորաչակոմը, այլ նաեւ մեծ
տոնը հիշատակած, որ ես եւ դու հիշենք, որ մենք դատապարտված ենք մահվան, բայց Աստված իր որդին զոհեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Եվ ալավել է։ Իրեն անունը